Սուրբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ եկեղեցու մասին, Բարձրյալը Սուրբ արարեց իր հարկերը։ Ամենակարողն Աստված, որի իմաստությունը սահման չունի, արարածների սեռերից յուրաքանչյուրի համար ստեղծեց բնակության զանազան հարկեր, այսինքն հրեշտակների բնակության համար արարեց հրեղեն երկինքը, իսկ բանսարկուի համար ստորին դժոխքը։ Մարդկանց համար արարեց այս աշխարհը, ձկների համար ծովը, թռչունների համար օդը, 7 մոլորակների համար 7 երկինքները, իսկ 8-րդը, որը հաստատությունն է, դարձրեց անմոլար աստղերի բնակության հարկը։ Ուստիև պատշաճ իսկ էր, որ իր համար ստեղծի բնակության հարկ, ըստ իր սրբության։ Իր սուրբ հարկն Աստված կրկնակի արարեց երկնքում և երկրի վրա։ Եվ երկնքում երկուսն են սուրբ հարկերը, մեկն իմանալի, մյուսը զգալի, զգալի ինչպես հրեղեն երկինքը, և իմանալի ինչպես հրեշտակների ու սուրբերի կամքը, որոնք Աստծո հանգստյան հոգևոր հարկերն են, ինչպես ասում է մարգարեն. Տերը երկինքն աթոռ դարձրեց իր համար, և այլն։ Նույնպես և երկրի վրա հարկերը երկուսն են, այսինքն հոգևոր և մարմնավոր, քանզի հոգևոր հարկը հավատացյալ ժողովուրդն է, իսկ մարմնավոր հարկը շինված եկեղեցիները։ Եվ երկուսն էլ պետք է սուրբ լինեն, դրա համար մարգարեն ասում է. Բարձրյալը սուրբ արարեց իր հարկերը։ Արդ, երբ պիտի կառուցվեր առաջին եկեղեցին, Աստված Մովսեսին հրամայեց Սինա անապատում շինել վկայության խորան, որպեսզի այն լինի Աստուծո տուն և նրանց աղոթքների ու պատարակների վայր։ Եվ Մովսեսը զանազան նյութերից կառուցեց հրաշալի տասնափեղկ խորան եռահարկ ձևով, ինչպես հրամայեց Աստված։ Այստեղ 3 հարց է ծագում. Նախ, թե ինչու Աստված պատվիրեց խորան շինել, երկրորդ, թե ինչ էին նշանակում 10 փեղկը և նյութերի 4 որակները, երրորդ, թե ինչ էր ցույց տալիս խորանի եռահարկ ձևը։ Գանք առաջին հարցին, թե Աստված ինչու պատվիրեց այդպիսի գեղեցիկ խորան շինել։ Վարդապետներն ասում են 10 պատճառով։ Նախ, Աստված պատվիրեց պատկերել աշխարհի արարումը և տպավորեց Մովսեսի մտքում, որպեսզի հանգամանքները չմոռացվեն, ուստի պատվիրեց զգալի խորան շինել։ Երկրորդ, եռահարկ խորանով ցույց էր տալիս աշխարհի օրինակն ու ձևը 4 նյութերից, անապական և ապականացու բնակիչների 4 տարրերի փոխարեն։ Երրորդ, կամեցավ, որ մարդը իր պատկերը գործակից և մասնակից դառնա աշխարհի ստեղծմանը, ուստի պատվիրեց նրանցից առնել շինության նյութը։ Չորրորդ, ինքն անկարոտ լինելով ստեղծեց արարածներին և կրում է ամենքին և նույն ինքը պատվիրում է խորան շինել։ Հինգերորդ, ժողովուրդը մանուկ էր և զվարճանում էր տեսությամբ, ուստի զարդարեց զանազան գույներով։ Վեցերորդ, սովոր էին զարդարել կուռքերի տաճարը, ուստի այս խորանը զարդարում է առավել, քան նրանցը։ Յոթներորդ, նոր ու չնաշխարհիկ մի բան շինեց նոր ժողովրդի համար, իսկ նոր օրենքի համար կլինի նոր տաճար, քարոզված ծովով ու ցամաքով մեկ, ինչպես արդարների պսակն ու փառքն է, որ աչքը չտեսավ և ականջը չլսեց, նույնպես և սա զգալիների մեջ մարդկանց մտքին անհաս։ Ութերորդ, որպեսզի եթե թողնեն այս խորանի վայելչությունը և հետևեն ուրիշների,
անպատասխան լինեն պատուհասի ժամանակ, ինչպես եւ թողեց ապերախտ ժողովուրդը եւ առավ մողոքի վրանն ու հրեմփոսի աստղը ի դատապարտություն իրեն։ 9. Քանզի սրանից Աստված հայտնություն եւ Աստվածախոսություն էր լինում, որպես առաջինը երկնքից պետք է երկնազարդ լիներ։ 10. Օրինակ էր եկեղեցու խորանի, քանզի նա ստվեր էր, իսկ սա ճշմարտություն, ուստի գեղեցկազարդ շինվեց։ Երկրորդ հարցը, թե ինչ է նշանակում խորանի 10 փեղկը։ Վարդապետներն ասում են, որ 10 կատարյալ թիվ է եւ նշանակում էր տասնաբանյան օրենքը, որ Աստված տվեց նրանց։ Դարձյալ նշանակում էր մեր 10 զգայարանները, հոգու 5 զորությունները եւ մարմնի 5 զգայարանները։ Դարձյալ նշանակում էր արարածների 10 մասերը։ Իսկ արարածների 10 մասերը ճանաչվում են 5 եղանակով, այսինքն երկիր եւ երկրավորներ, ծով եւ ծովայիններ, օդ եւ օդային թռչուններ, երկինք եւ երկնավոր աստղեր, հրեշտակներ եւ մարդիկ։ Դարձյալ արարածների 10 մասերն են հրեշտակների բանական բնությամբ 9 դասերը եւ 1 մարդկային բնությունը Աստծո օրհներգուները։ Դարձյալ արարածների 10 մասերն են Արիստոտելի 10 ստորոգությունները։ Դարձյալ ի խորուրդ երաժշտական երգերի 10 ձայների, որոնք եկեղեցիներում քաղցր ձայնով միշտ օշնաբանում են Աստծուն, այսինքն 4 ձայների, դրանց 4 կողմերի եւ 2 ստեղիների։ Դարձյալ հորինակ նախապատիվ մարդկանց 10 դասերի, որոնք հետևյալներն են. հայրեր, նահապետներ, օրենսդիրներ, քահանաներ, դատավորներ, թագակալներ, մարգարեներ, առաքյալներ, վարդապետներ եւ վկաներ։ Իսկ նյութը 4 տեսակ գույներով է, որ նշանակում էր 4 տաժերը, քանզի տաժերի բնական որակներն են սևը, հողինը, սպիտակը, ջրինը, կարմիրը, օդինը եւ դեղինը, հրինը։ Սակայն այնտեղ Աստված պատվիրեց 4 նյութերից պատրաստել տաժերի ներգործական որակները՝ կապուտակից եւ ծիրանուց, կարմրից եւ բեհեզից։ Կապույտը օդի գույնն է, քանզի եթե այլ գույն լիներ, վնասիչ կլիներ եւ կխափաներ տեսողությունը, ինչպես սպիտակը կամ սևը, իսկ կապույտը հեշտալի է տեսողության համար։ Կարմիրը հրինն է, քանզի հուրը կրկնակի է իր շրջանակի մեջ եւ սփռված ամենքի մեջ, ուստի կարմիրը կրկնակի էր։ Իսկ ծիրանին ջրինն է, քանզի կոնքելոսը, որ ներկում է ծիրանին, ջրից է։ Եվ բեհեզը հողինն է, քանզի վուշը, որ սպիտակ է, հողից է լինում։ Իսկ մեր մեջ հոգեպես 4 գույնը նշանակում է 4 առաքինությունները, ծիրանին թագավորական է, որ մեր մեջ խոհեմությունն է, սպիտակ բեհեզը ցույց է տալիս ողջախոհությունը, կապույտը քաջության զորությունն է մեր մեջ, իսկ հրակերպ կարմիրը արդարությունն է, ամենքի մեջ սփռված եւ կարգավորում է մեր մյուս առաքինությունները։ Իսկ խորանի ձևը նման էր Սագաշեն եկեղեցուն, երկարությունը 28 կանգուն, բարձրությունը 10 կանգուն եւ լայնությունը 20, իսկ մեզ համար 10 նշանակում է մանկության հասակը, 20-ը պատանի զինվորության եւ 28-ը երիտասարդ հասակը, որը 4/7 է։ Արտաքին սրահի պատվարն իր մեջ էր ընդգրկում խորանն ամեն կողմից, 100 կանգուն երկարությամբ հյուսիսային եւ հարավային կողմից, իսկ արևելյան եւ արևմտյան կողմից 50 կանգուն լայնությամբ, իսկ բարձրությունը 15 կանգուն էր, որպեսզի խորանը չերևա։ Սրբությունների սրբությունն արևելքից էր, քանզի Երուսաղեմը նրանց արևելյան կողմում է եւ սրբությունը մեջ է, իսկ սրահը արևմուտքից,
այսինքն մեր եկեղեցին։ Այս մասին հայտնապես ասում է Աստվածաշունչ Սուրբ Գիրքը, թե սուրբերի սուրբն արևելյան կողմում էր։ Երրորդ հարցը. ինչ է նշանակում երահարկ խորանը։ Ասենք, որ 5 բան է նշանակում։ Նախ նշանակում է աշխարհի ձևը և սրբություն սրբոցը, լուսեղեն երկինքը և անջրպետ հաստատությունը, իսկ սրբությունը երկինքն է, ուր շարժվում են լուսավորները, վարագույրն այս օդն է, իսկ արտաքին սրահը այս աշխարհը, մարմնավոր վայրը։ Երկրորդ, երկնայինների ձևն ունի, առաջինը աթոռներինն ու քերովբեներինը, միջինը տերություններինը և վերջինը հրեշտակների դասինը։ Երրորդ, եկեղեցու ձևով է, ուր բեմն է, եկեղեցու միջնամասը և արտաքին գավիթը կամ ժամատունը։ Չորրորդ, մեր իմացումը սրբություն սրբոցը, հոգին սրբությունը, իսկ մեր մարմինը աշտակին սրահը։ Հինգերորդ, քահանաներն ու քահանայապետներն առաջինը, սարկավագներն ու սպասավորները միջինը, իսկ ընդհանուր ժողովուրդը սրահը։ Սրանք էին այն հարցերն ու պատասխանները հին վկայության խորանի մասին, որ ասում է. Բարձրյալը սուրբ արարեց իր հարկերը։ Սակայն, ինչպես վերն ասվեց, թե երկրի վրա կրկնակի է Աստծո հարկը, այսինքն մարմնավոր և հոգևոր ինչպես քրիստոնյա ժողովուրդը և մարմնավոր ինչպես քարերից շինվածները։ Արդ նախ լինում է շինված եկեղեցու մասին հարցը և ապա դրանից հետո կենդանի տաճարի։ Իսկ մարմնավորի մասին այսպես է, թե Աստծուն պետք է պաշտել միայն հոգևորապես երկնքում, թե նաև մարմնավոր եկեղեցի շինել երկրի վրա։ Վարդապետներն ասում են, թե Աստծուն առավելապես պետք է պաշտել հոգեպես, նաև մարմնապես և զգալապես պաշտելի է Աստված, և սա 3 պատճառով։ Նախ, քանզի Աստված 3 տեսակ բարիք պատրաստեց մեզ։ Առաջինը հոգևոր բարիք է, ինչպես մեր բանական հոգին։ Երկրորդը մարմնավոր բարիք է, բայց ներքին, ինչպես մեր մարմինը։ Երրորդը մարմնավոր և արտաքին, ինչպես ունեցվածքը, ոսկին ու արծաթը։ Եվ այս պարգևների համար պարտավոր ենք ծառայել նրան, ոչ թե նա կարոտ է դրանց, ինչպես ասում է Սաղմոսը, թե դու իմ բարիքների կարիքն ամանևին չունես, այլ քանզի նա ստեղծող է, իսկ մենք ստեղծված, պարտավոր ենք ամեն ինչով ծառայել նրան։ Առաջին հոգով, այսինքն ջերմ սիրով և սուրբ աղոթքով։ Երկրորդ մարմնով, այսինքն ձնրադրությամբ և երգերով։ Երրորդ արտաքին ունեցվածքով եկեղեցի շինել և պատրաստել եկեղեցու ամբողջ սպասքն ու զարդերը։ Երկրորդ, վարդապետներն ասում են, թե 3 տեսակ է հոգին։ Առաջինն այն է, որ մարմնով ծնվում է և մարմնով մեռնում, այսինքն անասունների հոգիները։ Երկրորդ, որ ծածկված է մարմնով, սակայն մարմնի հետ չի մեռնում, ինչպես բանական հոգին։ Երրորդը, որ ծածկված չէ մարմնով, ոչ էլ մեռնում է մարմնի հետ, ինչպես հրեշտակները։ Եվ ինչպես հոգին 3 տեսակ է, նույնպես և ճանաչումը 3 տեսակ է, քանզի անասունները ճանաչում են միայն այն, ինչ մարմնավոր է, այսինքն 5 զգայարաններով։ Իսկ մարդիկ բանական հոգով ճանաչում են ոչ միայն մարմնավորները, այլև հոգևորները։ Սակայն նախ ճանաչում են մարմնավորները և ապա մարմնավորի միջնորդությամբ ճանաչում են հոգևորը, ինչպես ասում է առաքյալը։ Աստծո աներևույթ արարածները ճանաչվում են երևացողներով։ Իսկ հրեշտակները ճանաչում են հոգևորները և մարմնավորները, սակայն նախ հոգևորները և հոգևորի միջնորդությամբ մարմնավորները։ Ապա ուրեմն պարզ է, որ այս բնությամբ է, որ մարդիկ այս մարմնով բարձրանում են դեպի երկնայինների սերն ու ճանաչումը։ Այդ պատճառով Աստծուն պետք է պաշտել հոգևոր և մարմնավոր բաներով։
Երրորդ պատճառ, քանզի բժիշկներն ասում են, թե երկու ներհակները միմյանց վերացնում են։ Արդ մարդու հիվանդությունը հպարտությունից էր, ինչպես օծն ասաց, թե աստվածների պես կլինեք ճանաչելու բարին եւ չարը։ Ուստի պետք էր, որ խոնարհությամբ առողջանար, իսկ կատարյալ խոնարհությունն այն է, որ մեկը խոնարհվի ավելի փոքրի առջև։ Մարդը, որ հոգուց եւ մարմնից է, ավելի բարձր է, քան այն, որ միայն մարմնավոր է։ Այդ պատճառով, երբ խոնարհվում է դեպի ավելի փոքրը, ինչպես եկեղեցի շինելը, նրանից հոգևոր եւ մարմնավոր սրբություն եւ առողջություն է ստանում։ Եվ պետք է գիտենալ, որ շինված եկեղեցին 3 տեսակ փրկություն ունի, որ մեծարվում ու պատվվում է մեզանից։ Առաջին հիմնարկեքը, որ եպիսկոպոսը դնում է առաջին քարը, եւ այս ունենք Հակոբից, երբ Բեթելում օծեց վեմը եւ վայրը կոչեց Աստծո տուն եւ երկնքի դուռ։ Երկրորդ եկեղեցու օրհնությունը, եւ այս ունենք Մովսեսից, երբ օրհնեց խորանն ու նրա ամբողջ կահքն օծեց յուղով։ Երրորդ եկեղեցու սպասքը, ինչպես նյութեղեն եկեղեցին, նյութեղեն սեղանը, գինին եւ խորհրդական այլ յուղեր, նյութեղեն ինչ որ Աստված ընտրել է ի պատիվ իր անվան։ Իսկ մարդը, որ մեծ է, հնազանդվում է սրանց եւ պատիվ առնում Աստծո փառքի պատճառով։ Սա կատարյալ խոնարհություն է, որով բժշկվում է մեր հոգևոր հիվանդությունը, այսինքն հպարտությունը։ Այդ պատճառով Նեեման ասորին, քանի դեռ չէր խոնարհվել Հորդանանի ջրին, չէր բժշկվում հիվանդությունից, բայց երբ հնազանդվեց Եղիսեի պատգամներին եւ իրեն լված ջրով, շուտով բժշկվեց։ Ապա ուրեմն պարզ է, թե Աստծուն պետք է պաշտել հոգևոր եւ մարմնավոր բաներով։ Ուստի եկեղեցիներ ու սեղաններ ենք շինում, որպեսզի այստեղ պաշտենք Աստծուն, սակայն ոմանք հակառակվում են մեզ 4 կերպով։ Նախ երկրորդում են Սամարացի կնոջ խոսքը, որ հարցրեց Քրիստոսին, թե մեր հայրերն այս լեռան վրա էին երկրպագում, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմում պետք է երկրպագել։ Հիսուս պատասխանեց. Դուք երկրպագում եք նրան, որին չեք ճանաչում, մենք երկրպագում ենք նրան, որին ճանաչում ենք։ Աստված հոգի է, եւ նրան երկրպագողները հոգով եւ ճշմարտությամբ պետք է երկրպագեն։ Ապա ուրեմն սրանից երևում է, թե Աստծուն միայն հոգեպես պետք է պաշտել։ Սակայն վարդապետները սրան պատասխանում են, թեև հոգի է, սակայն ստեղծող է մարմնավորների, այդ պատճառով նրան պետք է պաշտել նախ հոգևորապես եւ երկրորդ մարմնավորապես, որպեսզի հայտնի լինի, թե Աստված արարիչ է ոչ միայն հոգևորների, այլև մարմնավորների։ Իսկ մանիքեցիները երկու աստվածներ ասելով մոլորվեցին, մեկն աներևույթների ստեղծիչ, մյուսը երևացողների, ուստի միայն հոգեպես էին պաշտում։ Իսկ մեր հավատացյալների Սուրբ եկեղեցին հոգևոր եւ մարմնավոր է պաշտում Աստծուն, որպեսզի մանիքեցիների մոլորյալ աղանդը վերանա եւ կորչի։ Երկրորդ, ոմանք հակառակվում են, թե պետք չէ օրհնել եկեղեցին, սեղանը, ավազանը կամ եկեղեցու որևէ այլ սպասք։ Եվ ասում են նախ, թե ինչ որ շինում ենք Աստծո անունով, Աստծո անունն է այն սրբում եւ ոչ մարդը։ Երկրորդ, քանզի մենք նրանցից ենք սրբություն ստանում ավազանից եւ սեղանից, արդ ինչպես ենք մենք սրբում եւ օրհնում մեզ սրբողին։ Առաջինին պատասխանում ենք, թեպետ Աստծո անունով ենք շինում եկեղեցին եւ սեղանը, սակայն պետք է օրհնել եւ սրբել այն, քանզի սրբությամբ աղաչում ենք Աստծուն, որ հավանի եւ խոնարհվի դեպի այն եւ իր անունը դնի նրա վրա։ Երկրորդին պատասխանում ենք, թեպետ մենք ենք սրբվում եկեղեցուց եւ ավազանից, պետք է նախ աստվածային խոսքով օրհնել եւ սրբել այն, որպեսզի Աստծո շնորհներից զորանա եւ կարողանա սրբել մեզ։
Իսկ որ նորակերտ եկեղեցին, սեղանը, ավազանը, դուռը եւ եկեղեցու մյուս սպասքը պետք է օժտվեն ու սրբվեն, պարզ է 4 բանից։ Նախ Մովսեսից, երբ անապատում կանգնեցրեց խորանը, սուրբ յուղով եւ պատարակների արյամբ ցողեց եւ սրբեց ամբողջ խորանը, տապանակը, սեղանը, աշտանակը եւ խորանի մյուս կահքն ու սպասքը։ Նույնպես եւ Սողոմոնն օրհնեց շինված տաճարը եւ ապա Աստծո փառքն իջավ նրա վրա։ Պարզ է, որ պետք է օրհնել եկեղեցիները եւ նրանում եղած բոլոր սպասքներն ու գործիքները։ Երկրորդ, պարզ է, որ եկեղեցու շինության նյութը հողից է, քարերից, փայտից եւ այլ տարժեղեն բաներից, որ Ադամի մեղանչումից հետո աշխարհն անիծվեց եւ տարժերն ապականվեցին։ Այդ պատճառով եկեղեցին օրհնում ենք Աստծո խոսքով, որպեսզի շինության նյութերն ու քարերն ազատվեն նախկին անեծքից եւ օրհնություն կրեն։ Երրորդ, քանի որ եկեղեցին շինվում է այսպիսի նյութերից, հողերից ու քարերից, որոնք ոտնակոխ են արված անասուններից եւ մարդկանցից, եւ շինվեց արհեստավորների ձեռքով, ուստի օրհնում եւ սրբում ենք այն, որպեսզի սրբվի նախկին աղտեղություններից։ Չորրորդ, քանի որ ինչպես առհասարակ մարդն Աստծո պատկերն է, սակայն օրհնությամբ ոմանք դառնում են կարգ ունեցողներ, քահանաներ եւ պաշտոնյաներ, իսկ ավազանով դառնում ենք Աստծո որդիներ, եւ ամեն հաց սուրբ է, սակայն օրհնությամբ հացը դառնում է Քրիստոսի մարմին, իսկ գինին արյուն։ Այսպես թեպետ առհասարակ բոլոր քարերն ու փայտերն Աստծո ստեղծվածներն են եւ սուրբ են, սակայն առանձնակի օրհնությամբ դառնում են Աստծո բնակարան եւ նրա անվան վայրեր։ Ինչպես օրինակ, կավից շինված որևէ անոթ նախ թրծվում է եւ ապա պիտանի դառնում մարդկանց։ Հրով թրծելը երկու բանի համար է։ Նախ, որ սրբում է հողի կոխան եւ անարգ նյութը, եւ երկրորդ, որ ամրացնում եւ հաստատում է այն։ Նմանապես եւ սուրբ եկեղեցիների օրհնությունը նախ սրբում է անարգ նյութը եւ դարձնում Աստծո տաճար եւ հրեշտակների բնակարան, եւ երկրորդ զորացնում է նրան, շնորհ տալու նրանց, ովքեր գնում են դեպի այն եւ նրանով խնդրում են Աստծո պարգևները։ Ապա ուրեմն պետք է օրհնել եկեղեցիներն ու սեղանները, խաչն ու ավազանը եւ մյուս բոլոր խորհրդավոր նյութերը։ Երրորդ, ոմանք հակառակվում են, թե Մովսեսը պատարակի արյան կեսը խառնեց ջրի մեջ եւ ցողեց ժողովրդին, կեսն էլ հեղեց սեղանի շուրջը, ապա ուրեմն պետք է ջուր խառնել խորհրդին, ինչպես եւ Մովսեսը։ Ասում ենք, որ այն ջուրը, որ խառնեց արյան հետ, նշանակում է այն ժողովուրդը, ովքեր սրբվում են ավազանով եւ խառնվում Քրիստոսի արյան հաղորդությանը, այդ պատճառով մկրտությունից հետո մենք հաղորդում ենք կնքյալին։ Իսկ այն, որ հեղեց սեղանի շուրջը, ցույց է տալիս քահանաներին, որոնք միշտ սպասավորում են սեղանի մոտ, որը Քրիստոս, եւ արյան չափ պատերազմում են ընդդեմ ախտերի եւ դևերի։ Իսկ որ պետք չէ ջուր խառնել խորհրդին, պարզ է 3 բանից, հենց նույն Մովսեսից։ Նախ, քանզի Մովսեսը հայտնապես արյան կեսն անխառն հեղեց սեղանի շուրջը, որ ցույց էր տալիս արյան անխառն խորհուրդը, իսկ մյուս կեսը խառնեց ջրին, որով ցույց տրվեցին մկրտության եւ հաղորդության խորհուրդները միասին։ Երկրորդ, քանզի խառնարանում նախ ջուրն էր, իսկ արյունը վրան հեղեց, որ ցույց է տալիս մկրտությունը, իսկ սրանք նախ արյուն են հեղում եւ հետո ջուրը։ Երրորդ, նա խառնյալ ջուրը ցողեց ժողովրդի վրա, որ մկրտությունն է, իսկ սրանք ճաշակում են ջուրն ու արյունը։ Ահա սրանց արարողության ձևը հայտնապես տարբեր է օրինակից։ Եվ պարզ է, որ մկրտությունից հետո պետք է հաղորդվել, սակայն նրանք այդպես չեն անում, ինչպես ցույց տրվեց։ Չորրորդ, ոմանք հակառակվում են, թե մեկ անգամ օրհնել եկեղեցին։ Պղծված տաճարը պետք չէ աղոթել եւ սրբել, քանզի մեկ անգամ օրհնված է եւ այլևս չի բաժանվում նրանից։ Ասում ենք,
թեև եկեղեցին մեկ անգամ օշնված է եւ սրբված, սակայն երբ որևէ պիղծ բան է մտնում այնտեղ եւ ոտքով կոխում կամ շոշափում կամ քանդվում է եւ վերստին շինվում, պետք է վերստին օշնել եւ պղծված տաճարն աղոթելով սրբել։ Սա երևում է երկու բանից։ Նախ, քանզի ունենք պղծված տաճարի դեպքում Հուդա Մակաբայեցու կողմից, քանի որ երբ հեթանոսները մտել էին տաճարը, դարձյալ սրբել եւ օշնել տվեց այն եւ օծել սուրբ յուղով։ Երկրորդ, քանզի մարմնավոր տաճարը ցույց է տալիս հոգևոր տաճարը մեզ, ինչպես ասում է Պետրոսն ընդհանրական թղթում։ Դուք, որպես կենդանի վեմեր, շինվում եք հոգևոր տաճար, որպես անարատ քահանայություն մատուցելու հոգևոր պատարագ։ Յուրաքանչյուր մարդ Աստծո տաճար է եւ իրեն կենդանի նվեր է մատուցում Աստծուն, իսկ սրտից մատուցում է աղոթքի բանավոր պատարագը։ Արդ, ինչպես շինված տաճարը նախ սրբվեց օշնությամբ եւ սուրբ յուղով, եւ հետո պղծվեց եւ դարձյալ կարոտ եղավ սրբվելու, այսպես եւ մենք նախ սրբվում ենք ավազանով եւ դառնում Աստծո տաճար եւ Սուրբ Հոգու բնակարան, իսկ հետո պղծվում եւ աղտեղվում ենք ներգործական մեղքերով եւ դարձյալ զղջմամբ, խոստովանությամբ եւ ապաշխարությամբ վերստին սրբվում ենք մեղքերից եւ դառնում Աստծո տաճար։ Սա նշանակում է այն պղծված տաճարը եկեղեցին, որ սրբվում է։ Դարձյալ ինչպես գերության 70 տարիներից եւ տաճարի պղծումից հետո նախ տաճարը շինվեց Զորաբաբելի կողմից, իսկ հետո նրա կողմից կանգնեցվեց Պարիսպը մեր տաճարի խորհրդի օրինակով։ Այսպես, երբ գերվում ենք մեղքերից, մեր 7 զգայարաններով ավերվում է մեր սրբության տաճարը, իսկ երբ զղջում ենք մեր մեղքերի համար, նախ խոստովանությամբ շինում ենք մեր սրբության տաճարը եւ ապա ապաշխարությամբ, որը հատուցումն է, կանգնեցնում ենք Պարիսպը 7 զգայարաններով եւ 7 ժամանակների փոփոխմամբ, 7 հասակներով եւ այս կյանքի 7 դարերով դառնում մեր Քրիստոս Աստծո տաճար եւ քաղաք։ Դարձյալ ինչպես շինված եկեղեցին է կոփածո եւ քառանկյուն քարերից, այսպես կոփածո են ընտրյալների դասերը, որոնք տաշված եւ սրբված են մարմնի նեղությամբ եւ չարչարանքով, պահքերով, աղոթքներով, ճգնություններով, կուսությամբ եւ մյուս բոլոր նահատակություններով, որ կրում են Քրիստոսի համար։ Իսկ քառանկյունն այն է, որ կատարյալները 4 բան պետք է ունենան, այսինքն հավատ, հույս, սեր եւ բարի գործ։ Եվ սրանք միմյանց հավասար են, քանզի որքան ունենա հավատ, նույն չափով հույս, եւ որքան ունենա հավատ եւ հույս, նույն չափով եւ սեր, եւ որքան ունենա հավատ, հույս եւ սեր, նույն չափով եւ բարի գործ։ Իսկ քառակողմ քարը 6 երես ունի եւ հույժ հաստատուն է, քանզի մի երեսը դեպի վեր է, մյուսը դեպի վայր, երրորդը դեպի արևելք, չորրորդը դեպի արևմուտք, հինգերորդը դեպի հյուսիս, վեցերորդը դեպի հարավ։ Այսպես քրիստոնյան, որը եկեղեցու բանավոր քար է եւ վեմ, պետք է լինի քառակողմ եւ ունենա 6 երես։ Առաջին երեսը լինի երկնքի կողմը, որպեսզի հանապաս խոկա արքայության փառքը, երկրորդ երեսը դեպի վայր, որպեսզի մտաբերի դժոխքի տանջանքները, երրորդը դեպի արևելք, որպեսզի մտաբերի թե իր մոր արգանդից մերկ ու լալով եկավ այս աշխարհ, չորրորդը դեպի արևմուտք, որպեսզի հանապաս խոկա թե մերկ աղքատ եւ լալով ենք կամենում ելնել այս աշխարհից մահվամբ, հինգերորդը դեպի հյուսիսի կողմը, որպեսզի փախչի չարությունից, սառեցումից եւ բարիքների պակասությունից, վեցերորդ դեպի հարավի կողմը, որը ջերմային է, որպեսզի հանապաս խոկա Քրիստոսի ջերմեռանդ սիրո մասին, որը մեզ համար կրեց բազում չարչարանքներ եւ մահ։ Այս է նշանակում եկեղեցու շինության քարերի 6-ակողմ երես ունենալը։ Դարձյալ
ինչպես ասում է Թագավորությունների գիրքը, թե Սողոմոնի տաճարի շինության ժամանակ մուրճի կամ ուրաքի եւ սղոցի եւ երկաթյա որևէ գործիքի ձայն չլսվեց տաճարի շինության մեջ, քանի որ բոլոր քարերը դրսում էին պատրաստում։ Այսպես եւ հոգևոր եկեղեցու քարերը, որոնք բոլորը սուրբ են, պատրաստվում են այս կյանքում եւ տաշվում նեղությամբ ու չարչարանքով եւ ապա աշինվում վերին Երուսաղեմում, ուր չկա որևէ նեղություն կամ աղմուկ, որտեղից մերժված են ցավերը, տրտմություններն ու հեծությունները եւ միշտ հարազվարճ բերկրանքով ուրախացած եւ հանգիստ են առած հավիտենական կյանքում Քրիստոս Հիսուսով մեր Տիրոջով, որ օրհնյալ է իր հոր եւ ամենասուրբ հոգու հետ հավիտյանս հավիտենից ամեն։